Քանի որ շատ են նաև իշխանական տեսակետներ կա, որ մեզ մեղադրում են, որ մենք 50+1 չենք, բայց ամենաշատ ձայնը մենք ենք հավաքել, մենք կարողանալու ենք հետագան որոշել Հայաստանի բոլոր հարցերի հետ կապված եւ ասում են, եթե կեղծիքներ են եղել, ուր է ընդդիմությունը, օրինակ Փաշինյանն ասում է, ինչու դուրս չի գալիս հեղափոխություն չի անում, եթե կեղծվել են ընտրությունները, եթե գողացվել են ձայները։ Հիմա օրինակ հեղափոխությունին չեք անում, եթե համոզված եք, որ կեղծվել են։ Իմիջիայլոց 17 թվականին Նիկոլ Փաշինյանը չի դիմել Սահմանադրական դատարան, չի բողոքարկել ընտրությունների արդյունքները 2017 թվականին։ Բայց 9 ամիս հետո եղավ հեղափոխություն։ Եղավ, չէ՞։ Հիմա կեղծիքների մասին ամբողջ նախընտրական ժամանակաշրջանը եղել է ոտից գլուխ կեղծիքների շղթան, մեկը մեկին համալրող։ Ոչ մի իշխանություն այսպիսի ծավալով բյուջետային կաշառքներ չէր կիրառում, սա մեկ։ Ոչ մի իշխանություն պատերազմի սպառնալիքով չէր ահաբեկում սեփական ժողովրդին, ոչ մի իշխանություն։ Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ պատերազմով ահաբեկելը կիրառվեր ինչ-որ մեկի կողմից։ Ոչ մի իշխանություն այս կարգի ճնշումներ նաև բյուջետային համակարգի վրա, կրկնեմ նաև այսքան քրեական գործեր, որոնցով ուղղակի կազմալուծում էին ընդդիմության շտաբները տեղերում։ Ոչ մեկը այսպիսի բաներ չի կիրառել։ Սա ինքը իրենով ամեն մի այդ հարցերի բլոկը պետք է գնահատվի, թե ինչ կարգի ազդեցություն կարող էր ունենալ։ Օրինակ, մի քանի 100,000 թոշակառու ստացել են բյուջետային կաշառք։ Հիմա քանի թոշակառուի վրա է ազդել այդ ընտրակաշառքը իր ընտրությունը կատարելու տեսանկյունից։ Կա այսպիսի գնահատական։ Դրան գումարենք այն ինչ կատարվել հենց ընտրությունների օրը։ Մենք հիմա ստուգում ենք ցուցակները, մոտավորապես 30,000-ի տարբերություն կա բյուլետենների քանակի եւ ստորագրությունների մոտ 30,000-ի տարբերություն։ Հիմա սրա բացատրությունը պետք է տան։ Բացատրությունը չկա։ Այսպես ասենք, այնինչ կիրառել է այս իշխանությունը մի 2-3 ամսվա ընթացքում միջև ընտրությունները, եթե այդքանը կիրառվեր, օրինակ Խաչի գյուղից մի գյուղացու, որին ոչ ոք չճանաչեր, ենթադրում եմ մի քիչ ավելի մեծ տոկոս կհավաքեին, քան Նիկոլ Փաշինյանը։ Ամենայն լրջությամբ եմ ասում։ Եթե մի լրիվ անհայտ մարդ հայտնվեր դաշտում եւ ասեր թոշակառուներ ջան, 10,000 դրամով ավելացնում եմ։ Վարորդներ ջան, ձեզ բալային համակարգը վերացնում եմ։ Եվ մի շարք այլ քայլերը, որ ուղղակի արձակուրդում գտնվող վարչապետը հայտարարություններով անում էր։ Եվ հայտնվեին եվրոպացի առաջնորդներ, որոնք ասեն, այս տղանը սրանից լավը չկա, հենց ինքը եղավ, դուք դառնում եք եվրո ռեմոնտով Հայաստան։ Կրկնեմ, լրիվ անհայտ մարդը երևի կհավաքեր մի քիչ ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանը, որովհետև Նիկոլ Փաշինյանին վերջը արդեն մի մեծ զանգված ճանաչում է նաև բացասական առումով, անհավասարակշիռ, իստերիկ, հոգեկան, ակնհայտ, առերևույթ խանգարումների sense բնութագրեր ունեցող անձնավորություն որպես։ Sense մի հավասարակշռված հանգիստ մարդ, կրկնեմ, որին ոչ ոք չի ճանաչում գար, այսպիսի լծակներ կիրառելով եւ այսպիսի աջակցություն ունենալով ավելի շատ ձայներ կհավաքեր, քան Նիկոլ Փաշինյանը։ Դա ընդամենը կրքոտ ռետոր է, երեք ասում էր։ Ինքը միշտ այդպեսին է եղել։ Հիմա ինչ ասեմ, հատուկ բուժ բաներ կա, այս հաստատություններ կա, որտեղ մեկը Նապոլեոնն է, մեկը Վաբանն է, այս մեկ ուրիշ հայտնի մարդ է եւ այլ, հիմա ինչ ասեմ։ Եթե դա բավարար է, sense կամ դա բացատրում է, որ կարելի է ընտրությունների ժամանակ ընդդիմության վերաբերյալ ուղղակի արտահայտություններ անել, որ կսպանեմ, կնստացնեմ, պատերով կտամ եւ այլ, սա խոսում է ոչ միայն դաստիարակության մասին, սա խոսում է ուղղակի
մարդու հոգեվարքի մասին, հոգեկան վիճակի մասին, կոնկրետ իմ հասցեից մի քանի անգամ ասել է որ կսպանեմ։ Ասել է չէ, բոլորդ վկայակ եղել։ Եվ միգուցե ստե մի բան ավելացնեմ, նայեք։ Քարոզարշավը 90%-ով Նիկոլ Փաշինյանը անց է կացրել ատելության խոսքի ներքո։ Այս քարոզարշավը կրկնեմ, ոչ թե պոզիտիվի վրա է փորձել ինչ-որ բան կառուցել։ Խաղաղության մասին խոսալուց ասում էր, եթե ես չլինեմ կլինի պատերազմ, սարսափելի պատերազմ արդեն սեպտեմբերին, իր բառերն է իմը չի, ուրեմն խաղաղությունը ոչ թե որպես խաղաղություն, այլ խաղաղությունը որպես պատերազմի ալտերնատիվ, այսպես է ներկայացվել։ Եվ մյուս ամբողջ քարոզարշավը նստացնեմ այդ կարգախոսների տակ էր։ Մենք ում ենք ընտրում։ Վարչապետ ենք ընտրում, որը պետք է զբաղվի երկրի տնտեսական զարգացմամբ, թե դատախազ, թե բռնապետ, որը պետք է գա եւ մարդկանց սպանի, դատի, ուղարկի բանտեր եւ այլն։ Ինքը շատ վատ բան է։ Ու նայեք ում ենք ասում, ում մասին է խոսքը գնում։ Օրինակ ազգային բարերը Սամվել Կարապետյան։ Ասում են կնստացնեմ բոմբ կսարքեմ։ Պաշտոն չի զբաղեցրել, իր փողերը աշխատելա դրսում։ Ինչի համար։ Եվ այնուամենայնիվ կամ Գագիկ Ծառուկյան ժառանգություն չի ստացել, իր հարստությունը իր կրտնիկով, իր աշխատանքով ստեղծել եւ Հայաստանում ապրող գործարարներից երևի ամենից մեծ բարերարն է Հայաստանում ապրողներից։ Եկեղեցի կառուցող, Հիսուսի արձանստեղ կառուցող եւ այլն։ Դու մարդկանց նույնիսկ պոզիտիվ կյանքի արդյունքները ամբողջությամբ շուռ ես տալիս նեգատիվի տակ։ Եվ ամենից սարսափելին նա է, որ այդ կարգախոսների ներքո այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը հավաքել է շատ եւ շատ ձայներ։ Մեր գնահատականով մոտ 40%, ոչ թե 49, 38-ից 40, մնացածը կեղծվել է, նկարվել է կամ այլ տարբերակով ձեռք է բերվել։